Արա դες ես չիլն է էլի, դες տունը ֆուտբոլ նայելը ընդհանրապես հետաքրքիր չի։ Արսենալն ու Լիվերպուլը իրար հետ խաղում են նստած ընենց ենք նայում ոնց որ հնդկական կինո նայենք։ Մի քիչ ցես որ շարունակվի կլացենք էլ։ Մի հատ ստադիոնում չլինեինք, մի հատ գոռայինք, մի հատ ալիք անեինք, մի հատ սուձիայինք, կֆուրտայինք։ Ինտրիգա մտցնեինք, հետաքրքիր անցներս, հետաքրքրություն ընդհանրապես չկա։ Հետաքրքրություն եք ուզում, եկեք Վիվարոյով ստավկա անենք, համեր կարող է փող շահենք։ Ֆելո ես գիշերվա կեսինով է հելնում հասնի Վիվարո։ Մուշեղ, Վիվարո գնալ պետք չի։ Ես իմ հեռախոսից փոխանցում կանեմ իմ հաշվից Վիվարոյի հաշվին, դուք մենակ փողերը տվեք ու ասեք, թե ում վրա ենք դնում։ Լուրջ։ Դե վերցրու ես 2000, լավ, 1000 դրամը վերցրու դիր Արսենալի վրա, որ Արսենալը կհաղթի։ Արսենալի վրա ես դնում, պապս որ ստեղներ կասեր օրաննդ սենիգ եղնիր Սենիգալի վրա պտի դնեիր։ Այմա ոնց ես այդ փողը մտցնելու այդ հեռախոսի մեջ։ Մուշեղ, նոր ասեցի, փողը չեմ մտցնում հեռախոսի մեջ։ Ես իմ հաշվի համարից Վիվարոյի հաշվի համարին փող եմ փոխանցում։ Դե որ տենց է։ Ես վերցրու 10000 դրամ դիր Լիվերպուլի վրա։ Մուշեղ, ձեր ես առնում։ Ավելի ճիշտ, ուզում եմ ասեմ, ճիշտ չի լինի, որ Արսենալի վրա դնենք ես 10000 դրամը։ Չէ, ես ուզում եմ Լիվերպուլի վրա դնել։ Իր 10000։ Վերջ, ստավկեն հարեցի։ Հələ մի րոպե։ Ֆելո հետ ինչ հեռախոս է։ Կոննա։ Չէ, կարևոր չի, Մուշեղ ջան։ Վայ, գոլը նայ։ Արա։ Արեսի շտավ պայր, արա։ Այս մեկը 100% գոլ է, այս մեկը, դավայ, գնա, Լիվերպուլ, հոպ դու, Արսենալի գոլ դու։ Օլե։ Գոլ, մենք հաղթելու ենք, Արսենալ հաղթելու։ Չհասկաց երեխեք, ես ինչ աղմուկ է։ Ես առավոտ ժամ 8-ին դասի եմ։ Մանե ջան, քեզ մոռացել էինք զգուշացնենք, որ մեր տանը լինում են ֆուտբոլի օրեր ու այդ օրերին մենք պիտի հանդուրժենք այս աղմուկը ու քնենք դրա տակ։ Տաթև դուք ո՞նց եք սրանց հանդուրժում։ Այս միտինգի ձայների տակ ո՞նց կարելի է քնել։ Ես հենց հիմա ջրցանը վերցնել եմ, գնամ դրանց այդտեղից ցրեմ։ Անիմաստ է, մանե ջան, մենք ամեն ինչ փորձել ենք։ Մինչև ֆուտբոլը չավարտվի, դրանք իրանց տեղից շարժվող չեն։ Լիկա, ինձ թվում է մի բան կա, որը դուք չեք փորձել։ Ժողովուրդ արագ թաքնվեք, հրաչը զանգեց, ասեց հենց հիմա գալիս է։ Տարիքի հետ անպայման մենք փնտրում ենք օթևան ու հաճախ տներ ածում ընկերներ ու ասկական բարեկամ ու հարևան մեզ օգնում են այդ հարցում լուսավոր ու արևոտ բարձր որ չմտնի գող լինի գազ ու լինի լույս ում դեպի մեզ
Չէ, բայց դուք տեսաք, ոնց այդ անչափահաս սատանեն սենց սաղիս մատերի վրա ֆռացրեց։ Այս տարիքից դիվանի հետևը կես ժամը պահկվոց եմ խաղում։ Ուշ, ես թվում է իրենց խանգարում էինք քնեին, դրա համար էլ մեզ խափեցին, որ ձեններս կտրենք։ Խանգարում ենք, հա։ Հեսա կտնան խանգարելը որն է։ Մուշեղ, նոր դու ես տարիքից խոսում, հիմա դու ես ուզում երեխություն անես։ Ֆելո ջան, մենք բոլորս էլ հոգու խորքում երեխա ենք։ Մուշը կարողա պետք չի։ Պետք է, Ֆելո, պետք է։ Մուշեղ դու հիվանդ ես։ Հələ մի րոպե։ Տաքություն չունեմ։ Պուլսս է նորմալ է, բժշկի ջան։ Նենց որ վայելեք մուշեղի գեղեցիկ կատարումը։ Մուշեղ ձեզա, ես մանեի փոխարեն ներողություն եմ խնդրում, սխալվել եմ, մի արա թող քնեք։ Արավոտը բոլորը շուտ է կապանալու։ Մուշեղ գլուխը սաղում ամին է բաժի։ Ուշ, ես հարևանները քարմաս են զանգել։ Դուրնա։ Ահա, քո արածը քո դուր է եկավ, դե հիմա տիկին տամարային բացատրություն տուր, թե ինչի է մեր տնից մալացիայի շուկայից ձեները գալիս։ Ու չկասկածես, բացատրություն կտամ։ Ասեմ ավելին, իրան ճանապարհելուց հետո այս գեղեցիկ շուկայական ստեղծագործությունը շարունակվելու է, հասկացար։ Ja, բարի օր, հոպար։ Ոնց ուս։ Լավ դու ոնց Լավ ցավը տանեմ, դու ոնց ուս։ Լավ եմ, հրաչնա։ Հրաչ ջան։ Առաջնա բաբա ցավը տանեմ։ Արի ցավը տանեմ։ Բարի օր, Քրաստան։ Ոնց է։ Լավ հրաժարան, դու ոնց ես։ Լավ ցավը տանեմ, դու ոնց ես։ Լավ։ Ռաջ, այս ո՞րն է ապուշն աչքի տակը կապտացրել։ Պապան։ Այսինքն։ Քուրս պապան դեմ է իմ ու Հայկոյի հարաբերություններին։ Այսօր այդ թեմայով մի քիչ վիճվեցինք, տենց խփեց։ Բայց ասեմ, լավ էլ ծեծել է քեզ հոպարը։ Ծեծել։ Դու լո հոպարի աշկերը չես տեսել։ Ավելի շուտ դեմի մի շաբաթը դժվար է տենաս։ Անենց եմ տվե երկու աշկը փակվել։ Հրաշան, բա ինչի ես եկել մեր տուն ես ժամին։ Քուրս եկել եմ մի շաբաթով ձեր տանը մնամ, միջև պապան մի քիչ անդարտվի, որ կարեմ եմ։ Դե լավ, ես քինեմ դի նստեմ ավտոբուսի ռեյսից կուշանամ լի դի քինեմ Ղարաբաղ։ Հոպար։ Ես պրոստո ընկերուս հետ պիտի խոսամ էլի գիշերը, թե չէ քեզ կտանեի ցավը տանը։ Չէ, ես կքինամ։ Բարի ճանապարհ պապ ջան։ Դուրը տեկավ ծերուկ ջան։ Դե գնա ու դրսում քնի։ Ջեկոին էլ կբարեմ։ Պակա պապ ջան։ Բարի գիշեր։ Պակա հոպար ջան։ Շամոն է կրողս։ Ոնց է։ Հիմա ես այս ժամին ուր գնամ քնեմ։ Չնայած ինչ ժամ։ Այս շաբաթ որտեղ եմ քնելու։ Չնայած Հա մուշեղ, Բարի գիշեր, Տամարա ջան։
Վայ, բարի գիշեր։ Մուշեղ, ինչ է պատահել։ Ոչ մի բան չի պատահել, բայց կպատահի, եթե ես հենց հիմա ձեր տան ռեմոնտը չսկսեմ։ Ոնց։ Այսինքն։ Այսինքն, Տամարա ջան, այդ գաջը, որ առել ենք, եթե ես հենց հիմա այդ գաջը չքսեմ, այդ գաջը կմեռնի ու ահագին ծախս կբացվի։ Գաջի պտի թաղենք։ Չէ, Տամարա ջան, ինչ թաղել, բան կան, պտի դու չհասկացար, ուղղակի այդ գաջը նորը առնենք, եթե մեռավ, իսկ դա արդեն ծախս է, ոնց որ հիմա կամ քսեմ, որ չմեռնի, էլի, եթե իհարկե դեմ չես, էլի, ճիշտ է ուշ ժամա, բայց Չէ, դեմ չեմ, արի Մուշեղ ջան, արի, հա։ Լավ, քուրս, արդեն ուշ է։ Դու գնացեք ձեր համար քնեք, ես էլ մի քիչ Հայկոյիս հետ շփվեմ, մտնեմ մի հատ չոփոն անեմ, պարկեմ քնեմ։ Ռաշյան, իսկ կարող եմ մինչև ընկերուդ հետ խոսալը մտնես չոփոն անես։ Քուրս, որ ես չոփոն եմ անում, քունս տանում է։ Որ քունս տանի կքնեմ, որ քնեմ ընկերուս հետ չեմ կարող խոսամ, որ ընկերուս հետ չխոսամ կնեղանա, որ նեղանա կներվայնանա, որ ներվայնանամ այդ տելևիզորը կվեկալեմ կտամ պատին, որ տամ պատին կջարդվի ստիպված պիտի գնամ 300,000 դրամ տամ թազա տելևիզոր առնեմ, բերեմ տնեմ տեղը։ Բայց ինչի տենեմ, որ հենց հիմա էլ եմ գնամ չոփոն անելու։ Ճիշտ Բարզա, Ռաշյան, բարզա։ Իսկ ուրիշ գործ չունես բաղնիքում անելու, որովհետև ես ուզում եմ մտնեմ չոփոն անեմ։ Չէ, քուրս, դու հանգիստ մտի քո համար չոփոն արա։ Ես գալուց նաբերեժնիով եմ եկե, ինչ կար անելու ընդ է արել։ Այ քեզ բան։ Հիմա ես ինչ անեմ, որ ես կացին Արսենին վնաս չտեմ։ Կյանքս հրաչին այնքան Գյումրի խմացրեք, որ մտնի զուգարան ու մենք փախնենք։ Արսեն, դու հանճար ես։ Տամարա ջան, մերսի սուրճի համար։ Ես ռոյալի բուն խմեցի, հեսա ամբողջ գիշեր չեմ քնելու, կոնս չի տանի։ Բույի նման կսկսեմ աշխատել։ Ոչ եմ Մուշեղ, ես իմ մեղրով թեյը խմում եմ ու գնամ արջի պես քնեմ։ Հա, իդեպ, եթե հանկարծ իմ կարիք կունենաս, իմացի, անկողնի մեջ քեզ եմ սպասում։ Դե, այսինքն ուզում եմ ասել, որ եթե իմ կարիքը ունենաս, կարող ես հանգիստ մտնել իմ ննջասենյակ ինձ արթնացնել։ Լավ, Տամարա ջան, դե ես գնամ արդեն գործը սկսեմ, դու էլ գնա քնի։ Հա, Մուշեղ ջան, դու գնա սկսի, ես մինչև բաժակները լվանամ, բան։ Գնա։ Բաժակները պետք է լվանաս։ Լավ։ Հայ Մուշեղ։ Քեզ էլ թվում է, ես հավատացի, որ դու եկել ես այս գիշերով գործ անելու։ Այնքան ես ինձ խանդում, որ մի վարկյան անգամ չես ուզում ինձ մենակ թողնել։ Թու, եթե էսպես շարունակվեց, Մուշեղ ինձ ամուսնության առաջարկել կանի։ Տամարա ջան, ես դուրներ, հա, ոնց որ։ Չէ, Մուշեղ ջան, քեզ թվացել է, դուրը չէր։ Գնա, դու գնա գործ։ Հա, ես բաժակները չես լվաց։ Չէ։ Հրաչ ջան, մի հատ էլ Գյումրի կխմես։ Կխմեմ քուրս, բայց Գյումրիից առաջ մի հատ մտնեմ Բաքու, մի քիչ դատարկելու գործեր կա, անեմ ու գամ։
Քուրս երբ դուրս կգաս, ես բաղնիքում մի հատ կարճ հանդիպում ունեմ։ Ես լողացա վերջացրեցի Երաշ ջան, դու կարող ես մտնել արդեն։ Բա որ լողացար ինչի է մազերը չոր։ Որովհետև ֆենով չորացրեցի։ Բա որ ֆենով չորացրեցիր, բախի ֆենի ձայնը չէինք լսում։ Ֆենի ձայնը, որովհետև ֆենի ձայնը դրել է վիբրացիայի վրա։ Չգիտեմ իմ Ոնց ես։ Ոնց որ հենց նոր Կեսարյանով ծնված եմ։ Երեխեք խոսալու ժամանակը չի, հենց հիմա գնացեք սրճարան, զանգում եմ Ռուբենին, ասեմ այսօր ընդեղ եք հիշել ու գնացեք։ Ահա, գիշերվա ժամը 1-ն է։ Այդ նշանակում է, որ Հայկո ինձ մոտ ցերեկվա ժամը 1-ն է։ Իսկ այդ նշանակում է, որ ես կարամ զանգեմ ու իր հետ շփվեմ։ Կորս մի հատ ձեր Wi-Fi պարոլը կասես։ Յուքում 2016 մեծատարերով։ Յուքում 2016-ն է մեծատար։ Հարիշ։ Լավ, լավ։ Հայկո! Ապա մեր աշիվը կբերես։ Վերջապես։ Հազար դրամ երկու սուրճ, 5000 է նստել է վարձ։ Բա ինչ էիք ուզում։ Առավոտից 12 ժամը նստած եք ստեղ մարդը մի բաժակ կոֆե պատվին իսկ կեսն էլ չեք խմել։ Խրսս 1000-ը վեկալ 5000-ը գրի վրաս կգարամ էլի։ Աներես։ Գյադեք։ 5000 դրամ։ Սանդել եմ սրան։ Ռուբջան բարի երեկո։ Բարի երեկո։ Դոյք ջան, վաշտը գիշերվա ժամը 1-ն է, պետք ասեք բարի գիշեր, համեր սրճարանը փակվում է։ Հաջողություն։ Ռոբ, տաթևը քեզ բան չի ասել։ Չէ, ոչ մի բան չի ասել։ Բայց ոնց որ ուզում ասի, հա։ Հա, տաթև ջան։ Ռուբեն, Արսենն ու Ֆելոն պետք է գան սրճարան, գիշերելու տեղ չունեն։ Այսօր թող մնան սրճարանում, դու էլ հետները կմնաս, որ հանկարծ վնաս չտան։ Հարց չկա, տաթև ջան, բայց հուսով եմ, որ ինձ դրա համար տրայնիկ կվճարես, չէ։ Հա, Ռուբեն, հա, երակի կվճարեմ, ուշադիր կլինես, որ բարի խմիչքները չպակասի։ Բարի, լավ։ Տղեկ, ուրեմն նայեք ինչ ենք անում, դուք քնում եք ձիվանների վրա, ես գնում եմ տուն ու բարին էլ մոտիկ չեք գալիս, եղավ։ Հարց չկա, Ռոբ ջան, դու հանգիստ գնա տուն, մենք բարին բացարձակ ձեռ չենք տալու։ Չէ, Ֆելոն։ Հա, բա այդ հարցը։ Լավ, սենց կանենք ուրեմն տղեկ, դուք կքնեք ձիվաներին, ես կքնեմ բարի վրա, հա։ Ռուբ մի հատ հարց տամ էլի։ Կարող է Արսենալ Լիվերպուլ խաղը նայել ես։ Հա, բա ինչ եմ արել։ Դուք բանը տեսել եք։ Չէ։ 50 ածել եք սերը Իդիսա տացենքը սերը վնես ասում, տեսել ենք։ այդ կինոյից ոչ մի բանով չէր տարբերվում այդ խաղը։ Ուղղակի պետքա դեմից գրեին 18+։ Դու չես ասում։ 3-0 Լիվերպուլը կրեց։ Հայո։ Ֆելո քեզ ինչ եղա։ Հարսը ես տապկայի արել, որ Լիվերպուլը 3-0 կհաղթի ու հիմա 200,000 դրամ նստեց հաշվից վրա։ Ֆելոն ու տենցեր Լիվերպուլը։ Չա խոսում։ Բա ինչ անեք, մի բան չկազմակերպեք ստե, հե։ Չնշեք մի հատ այդ առիթը։ Չէ, ախպեր, տաթևն ասելա բարին ձեռ չտակ, գործ չունի։ Օրգամեծեր ամերիկաները, ձեր այդ սուլտանից կանաչ քարտ կտա։
Գրիպ կարտի մալտին ասում։ Ես հասկացա ինչ է հոպարը հրաչին տնից վռնդել։ Որովհետև չի թողում այդ խելչու մարդիկ ամբողջ գիշեր քնեն։ Հրաչ կլինի կամաց խոսաս։ Քուրս Ամերիկա եմ խոսում, որ կամաց խոսամ չի լսի։ Այկո։ Վերջը հորստի։ Բանը։ Դες իրար խփում եք, դες ծախսում եք, դիքում եք էլ բաժանում եք։ Երեխեք, ես իմացա ինչա պետք անել։ Հյուքոմը անջատում ենք ու հրաչի օթոմատիկլի ձայնն էլ անջատվում։ Ես է քեզ եմ շատ սիրում կյանքս։ Հայկո? Հայկո ինչ ես քարացել։ Հայկո, կյանքս խոսա։ Խոսա, կյանք, Հայկո, Հայկո։ Ալո, Հայկո։ Հայկ, արա, կյանք, արա։ Կյանք ես բանը, ինտերնետ անջապով։ Բայց ես յուքոմի կաղաքային հեռախոսի մեջ լիքը ձրի ռոպեներ կա, նենց որ կարանք սաղ գիշեր Այդ ձեր ամերիկաներում, որ շպրոտի ցեղ բացենք, կաշխատի։ Շպրոտ, իլկի ազիզ։ Մուշեղ, քնել ես։ Չէ, Տամարու ջան, քնած չեմ, բան է, գիտես ինչ է, սենց աշկերը սենց փակել էի ու մտածում էի ինչ դիզայնով անեմ էլի, սենյակի ուրամուն։ Մուշեղ քնեցիր։ Չէ, Տամարու ջան, չքնեցի։ Ուղղակի մտածում եմ էլի, օրինակ ինչ։ Մուշեղ ջան, եթե քունը տանում է, կարող ես հանգիստ գնալ քնել։ Չէ, Տամարու ջան, ուր գնամ, ախր դրսում ցուրտ է։ Ո՞նց թե դուրսը ցուրտ է։ Դու պատրաստվում ես դրսում քնես։ Չէ, ուղղակի ուզում եմ ասել, որ դրսում ցուրտ է, հիմա ասենք այդ գաջը որ կսեմ, ինքը արդեն ոնց որ բան կան էլի, կսարի, ու որ ինքը սարի արդեն բան կանի, ու տես բան կանի, էլի։ Աստված ջան, ես Մուշեղի պահվածքը իրոք չեմ հասկանում։ Եթե նա ինձ չսիրեր, կգար իմ տանը քնելու։ Իհարկե ոչ։ Ինչ։ Ախր հա։ Լավ, չեմ հակաճառ։ Վերջ։ Այս ինչքան խմեցինք։ Արսեն, ապե ոնց որ քաղաքապետարանի շարքային աշխատող ելնես։ Ինչի։ Դե չգիտեմ, խի, բայց քեզ դες ծանր ես պահում։ Էլի մի քիչ ուրախացի, զվարճացի են, աղջիկները պարապ մեռան, այ ցավը տան։ Ռուբ, տրամադրություն չունեմ։ Տրամադրություն չունես, հետո տես ոնց ենք բարձրացնում տրամադրություն։ Ժողովուրդ, հələ մի րոպե լռություն։ Ուրեմն հիմա նայեք ինչ ենք անում։ Այսը շիշ ենք ֆռեցնում, ու շիշը ում վրա կանգնեց իմ այդ համբուրգում է։ Եղավ։ Համաձայնեք։ Նայեք, հա, մենք չունի որ մեկը չհամաձայնվի։ Ով չհամաձայնվեց, պարկած միլիցայա, ներում բեկում չկա, վրով ացնում ենք, եղավ։ Այդպես ինչ ենք անում։
ձենիդ իմ սոխը։ Կյանքս մի հատ է գիտես որը երկի, են Արմենչիկի թրու լավը։ Թրու լավը։ Չեմ քրվում ծավը տանեմ, երկի անունն ատոց։ Թրու լավը։ Լիկա համբերությանս բաժակն արդեն լծվեց, էլ չեմ դիմանում։ Իլա։ Չէ, դիտա Աբաղյանն էր, սխալ եմ ասել։ Ելը ուրիշ բան երկի։ Մալա, եթե քո համբերության բաժակն է լծվել, իմ համբերության լողավազանն է լծվել։ Բայց ես ինչ անեմ, չեմ գնալու Հրաչի հետ կռիվ անեմ։ Ինձ թվում է քո համար պարզ դարձավ Հրաչի հետ կռվի արդյունքում հոպարիս վիճակը ինչ է։ Խորհուրդ գոնե այդ հյուրասենյակի լույսը կարողանայինք անջատենք։ Մեկ էլ տեսար քունը տարավ քնեց։ Վայ, տաթև, էլ չի օգնի։ Հրաչը փոքր ժամանակվանից մթությունից վախենում է ու միշտ սենյակի լույսը միացրած է քնում։ Մի րոպե։ Հրաչը մթությունից վախենում է։ Ահա։ Ալո։ Հա, Տաթև ջան։ Այդ կացինը գնաց։ Դեռ ոչ մուշղ ձյաձյա, իրա գնալը քեզնից է կախված։ Լսի կարաս մի կես ժամով շենքի լույսերը անջատես։ Ինչի համար։ Որովհետև Հրաչը մթությունից վախենում է։ Եթե շենքում լույս չլինի, ինքը ստեղ մի րոպե էլ չի մնա։ Լավ։ Ամորեք որ 10 վայրկյանից շենքի լույսերը անջատած։ Այս ամուշեղը լույսերը կանջատի։ Հայկը օլը լսի, իսկ որոտ է մարդ ես տպում, կանի տարով են դատում։ Հայկո, Լիկա, այս լույսերը ուրա, Լիկա։ Քուրս ես լույսերը ուր գնացին։ Հրաչ երևի վթար ա եղել։ Դուր հեռախոսը զանգեմ էլեկտրոցանց տեսնեմ ինչ ա եղել։ Ալո, բարև ձեզ էլեկտրոցանցից, հա? Մեր շենքի լույսերը երբ կտան։ Մի շաբաթից, լավ, բարի գիշեր։ Մի շաբաթից Հրաչ ջան։ Բայց մի շաբաթ ոնց եմ առանց լույս քնելու։ Լիկա, իսկ կլինի ձեր սենյակում քնեմ։ Գժվել ես Հրաչ։ Մենք աղջիկներ ենք, ոնց կարաս դու մեր սենյակում քնես։ Ավելի ճիշտ կլինի, որ դու գնաս տուն ու բարիշ ես պապայից հետ։ Ես այս ժամին տուն չեմ գնա։ Ես այս ժամին ստեղից ոչ միտեղ չեմ գնա, ես մտությունից վախենում եմ։ Հրաչս ֆանարիկը վերցրու, հանգիստ գնաս տեղից։ Քուրս, իսկ կլինի զանգեմ քեզ հետս խոսած միջև ավտոյի մոտ հասնելը։ Հա, Հրաչ կլինի, զանգի։ Հա, Հրաչ։ Քուրս, բարև, Հրաչնա, ոնց ես։ Լավ եմ, Հրաչ ջան, դու ոնց ես։ Լավ ցավը տանեմ, դու լավ ես։ Հրաչ ջան, հանգիստ գնա, խոսում եմ։ Լսում ես, չէ։ Հա, Հրաչ, լսում եմ։ Չանջատես։ Չեմ Անջատես անգարց, հետո խոսամ։ Ալո, հո։ Հա, չեմ անջատում, Հրաչ, հանգիստ գնա։ Հիմա ես ձեր բազստի դուրը փակեցի ու կամաց գնում եմ։ Փակ Հրաչ ջան։ Հələ մի րոպե։ Ստեղ ոնց որ մարդ կա։ Յա, օպար ջան, ես դու ես։ Ես ինչ կաստես գիշերվա ժամին։ Это Bene, доморе ինձ դունը Bene։ Օրա։ Ես փաստորեն դու թամարիկ ես տունը բուն ես դրել, հա դրա համար ես են շուշուտ գնում գալի, այ շուն։ Bene մի խոսի, ախոխա, ոնց կա դες բան հա։ Հա, Bene, դելավ ես քինեմ։ Ուր ես գնում։ Դա Ղարաբաղ պիտի քինեմ։ Այս գիշերվա ժամին ինչով ես գնալու այ քո ցավը տանը։ Ավտոբուսով։ Դու ինչ ավտոբուս ցավը տանեմ, ես քեզ կտանեմ կհասցնեմ։ Արի։
Ալո, քուրս լավ, ես արդեն մենակ չեմ, դուք հանգիստ կնեք։ Լավ, ես չեմ, բարի կշիր։ Բարի, ես քեզ կտանեմ ցավը տան։ Ես քինայի։ Ինչ ես խոսում, ես քեզ Վերջ երեխեք, կարան գնանք հանգիստ քնենք։ Դե զանգի մուշեղը թող գա։ Տաթև մուշեղը Հրաչի հետ նորից գնաց Ղարաբաղ։ Բարի լույս Ռուբեն։ Բարև Տաթև ջան։ Այս ինչ սպիտակ սավանա։ Տաթև ջան, այդ սավանը գիշերը պապին էր Ամերիկայում մահացել է, հոգին տվել էր։ Ես էլ գիտես էլի չկարողացա գնամ սքարարողությանը մասնակցեմ, իմ հարգանքի տուրքը սենց եմ էլի արել տենց սավան եմ փռել։ Հերոստախույցի վրա եղքեր։ Ռուբեն, իհարկե ես ցավում եմ պապիկի մահվան հետ կապված, բայց արի չմոռանանք, որ սա սրճարան է, ոչ թե սքո սերվիս, լավ։ Մի հատ այդ սավանը կբացես։ Հա։ Արագած շո։ Ռուբեն, ինչ է երեք ստեղ կատարվել։ Տաթև ջան, ոչ մի բան էլ չի կատարվել։ Տղեկը գիշերն եկան, դες պարկել ենք, քնել ենք մեր համար, ոչ խմել ենք, ոչ աղջիկներ ենք կանչել, ոչ պարել ենք, ոչ գարեջրի շշով խփել ենք, ջարդել ենք։ Մի հատ նոթբուքը կտաս։ Ես հիմա տեսախցիկներով կնայեմ երեք այստեղ ինչ է կատարվել։ Տաթև ջան, ցավը տանեմ խնդրում եմ էլի, ոչ մեկի չասես էլի ինչ ես տեսել ստեղ։ Այդ վերջի վիդեոն էլ ջնջի էլի, ինչ կլի։ Շատ եմ խնդրում Տաթև ջան։ Ջնջի էլի այդ կորկան։